Պարոն Ջանգիրյան, նախ ինձ հետաքրքրում է արդեն որոշել եք ձեր անելիք, ինչ եք անել, ինչով եք զբաղվելու։ Բացարձակապես չեմ որոշել, ճիշտն ասած, ինչ եմ անելու կոնկրետ, բայց ընդհանուր ուղղությունը ինձ համար հայտնի է, ինչ պիտի անեմ։ Թե հիմա իմ ուժը, իմ գիտելիքները, իմ կարողությունները ինչ ձևով կոնկրետ կդրսևորվի ի օգուտ մեր համաժողովրդական շարժման, հակի գործնայության հստակեցված չի, բայց որ մեր մտադրությունները չեն փոխվել, ուղղվածությունը դրանց չի փոխվել, դա փաստ է։ Ինչպես անցավայինի, 1 տարուց ավելի փաստորեն անազատության մեջ եք, ու ինչպես կարող եք գնահատել այդ ժամանակահատվածը։ Քրեակատարողական հիմնարկներում կամ մեկուսարաններում լավ այսպես ժամանակ անցկացնելու մասին խոսելը անիմաստ է ու անտեղին է, բայց չեմ ուզում ասել, թե այդ տարի ու 4 ամիսը, կոնկրետ իմ դեպքում ուղիղ տարի ու 4 ամիս, օրը օրի հետ, որ դա կորած ժամանակ էր իմ կյանքից, այդպես չեմ մտածում, որովհետև եւս 10, եւս 20 տարի, եթե ես նույնիսկ դատախազ աշխատեի, շարունակեի պաշտոնավարել, որոշակի հարաբերություններ, որոշակի խնդիրներ, որոշակի կտրվածքով, ասենք այդ քրեակատարողական հիմնարկների հետ առնչվող խնդիրների երբեք ես այս խորությամբ չէի տիրապետի, ինչ հիմա գիտեմ, ինչ հիմա տիրապետում եմ։ Երևի թե ցանկացած պաշտոնյայի համար էլ մի քիչ օգտակար է, ինչ որ ժամանակ այսպես պաշտոնեական լիազորությունները ես ասում եմ հարկադիր պարապուրդի մեջ հայտնվի, իմ դեպքում այդպես եմ գնահատում, որ ինձ ստիպված հարկադիր պարապուրդ են ուղարկել եւ մի քիչ այլ աչքերով, այլ դիրքերից նայի այս կյանքին, նայի նաեւ իրապահ մարմինների գործունեությանը։ Նախկին աշխատավայր վերադառնալու ցանկություն ունեցել եք երբևէ այս ընթացքում։ Ես ճիշտ ասած դժվար եմ հիմա պատկերացնում նաև, թե այս պայմաններում ինչպես են պաշտոնավարում իմ մնացած գոլեգաները, ովքեր հիմա պաշտոնավարում են։ Ազնիվ խոսք, եթե ես փետրվարի 22-ին ազատության հրապարակ եկածել չլինեի, ժողովրդական շարժմանը խարացել չլինեի, ես չէի կարող մնալ այդ պայմաններում պաշտոնավարել, երբ որ անմեղ մարդկանց գլխին քրեական գործեր են այսպես սարքել, երբ որ հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիների անիմն հետապնդել, ծեծել, ջարդել, ահաբեկել են, ես այս պայմաններում դժվար թե ուրեմն կարողանայի պաշտոնավարել եւ կարողանայի այդ պայմաններին հարմարվել։ Ինքս միշտ այդպես ներքին ըմբոստություն ունեցել եմ, բայց այս աստիճանի ապօրինությունների դեպքում հաստատ այդ ըմբոստությունը կվերածվեր հրաժարականի դիմումի, մի ակցիայի դժգոհության, որի արդյունքում էլի ես այդ մարմիններից դուրս կհայտնվեի։ Այնպես որ իմ մտքով հիմա այս պայմաններում չի անցնում այդ մարմիններ վերադառնալը եւ աշխատելը, թեկուզ ես եւ իմ ազատման եւ դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը բողոքարկել եմ եւ գնալու եմ մինչեւ վերջ, մինչեւ եվրոպական դատարան, ինչպես որ այլ իմ իրավունքների օրինական սահմանափակումները։ Այդ մենք ինչ հանցագործություն ենք կատարել, որ մեզ պիտի ներեն։ Այնպես որ ինչպես մեզ ապօրինի, ձերբակալել, կալանել, դատել ու դատապարտել են, այնպես էլ հիմա ապօրինի ներում են, որովհետեւ պիտի ներեն հանցագործություն կատարած անձանց։ Եվ ոչ թե անմեղներին։ Մեր դեպքում իհարկե մենք եւ պահանջել ենք, եւ պահանջելու ենք, եւ ապագայում շարունակելու ենք պահանջել, որ մեզ պետք է արդարացնեն, որտեղ մենք որևէ հանցագործություն չենք կատարել։ Թե չէ մեզ ապօրինի ձերբակալել, տարել, կալանավորել, դատապարտել եւ այլն, հիմա էլ ասում են ձեզ ներում ենք։ Այ եղբայր, դուք բարի եղեք ներեք հանցագործներին, հանցագործություն կատարած անձանց եւ ոչ թե մեզ։ Մենք ներման կարիք չենք ունեցել ու հիմա էլ չունենք։ Այսինքն սա ուղղակի ձևական էսպես, ես որ
Մեկուսանից դուրս եկա առաջի միտքը, որ եկավ ասի կիսահղի փաստաթուղթ է։ Ինչ կարծիք եք, ինչու բոլորի վրա չտարածվեց դա։ Քաղբանտարկյալներին ամբողջությամբ ազատ չէին արձակելու։ Մի բան էլ ասեմ, օրինակ ես շատ զարմացել եմ, որ ին վրա տարածել են։ Նույնիսկ իմ հոդվածի վրա տարածվում էր այդ համաներման ակտը, բայց ես մտածում էի, որ անպայման մի օին բազություն, մի բան կսարքեն, մի բան կստեղծեն, որին վրա չտարածվի։ Եվ բացարձակ հույս չեմ ունեցել, որ ինձ պետք է, ոչ թե ցանկություն եմ ունեցել, որ ինձ պետք է ազատեին։ Ամենայն ազնվությամբ ես ասեմ։ Ու հիմա մի տեսակ նաև ինձ մեղավոր եմ զգում, որ իմ ընկերներից մի քանիսը մնացին ճաղավանդակների հետևում, իսկ մենք դուրս եկանք։ Ես ասեմ, հիմա բարոյական իրենց կարգավիճակը ավելի լավն է, քան թե մերը։ Մենք հիմա ավելի շատ ենք իրենց համար պարտավորված, քան թե իրենք մեր համար։ Եվ այստեղ մի քիչ էսպես նախանձի պահ կա։ Մազոխիստ չեմ, ճիշտ հասկացեք, բայց այսպես մի քիչ բարոյական խնդիր կա, որ մենք, օրինակ ես Սասուն Միքայելյանին թողեցի անվտանգության մեկուսանում կենտրոն քրեակատարողական հիմնարկում իմ դիմացի խցում ու դուրս եկա։ Հեշտ էր արդյոք դա։ Հեշտ չէր։